Բարիո, եթերում արդիկ հաղորդաշարն է, այսօր կխոսենք քարանձավագիտության մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք քարանձավագետ Սմբատ Դավթյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Դավթյան, դուք 1975-ից 80-ական թվականներին սովորել եք Երևանի Պետական համալսարանում աշխարհագրության ֆակուլտետում գեոմորֆոլոգիայի եւ քարտեզագրության բաժնում։ Այդ ժամանակվանից ձեզ հետաքրքրել քարանձավները, թե նախքան դա։ Նայեք, 80-ական տարիներին այսպես մի առարկա ունենք, կոչվում էր գեոմորֆոլոգիա։ Ըստ այդ առարկայի, երբ որ մեզ դասավանդում էր դասախոսներն, ասում են, այդ առարկան ուսումնասիրում է երկրելիեֆի ձևերը, եւ գետաովիտներ, եւ սառցադաշտեր, եւ քարանձավեր, եւ հրաբուխներ։ Մեր դասախոսներն ասում են, Հայաստանում այս պայմաններում երկար քարանձավեր մի սպասեք։ Կլինեն փոքրերը, դե փոքրերը տեսել ենք, այդ հրաբխային քարանձավերն են, բոլոր կիրճերում էլ այդ բոլորը տեսնում են։ 1971 թվականին համալսարան ավարտելուց հետո ինձ աշխատանք հրավիրեց Հայկական աշխարհական ընկերության գիտքարտուղարը, երջանքային շատակ Ռաֆայել Վանյանը, որ եթե քարտեզագրման աշխատանք լինի, կանես թե չէ, ասել մտածեցի, եթե երկրի մակերույթի վրա անում եմ, ընդերքում ինչի չպետք է անեմ։ Իրականում դրանք սարերի ու զորերի տարբերություն են։ 1971 թվականին, որ ասում եմ, Հայաստանի հայկական ԽՍՀ կառավարությունը մի հատ որոշում ընդունեց, որ Վայոց ձորի 3 քարանձավերը, Արջերի, Մոզրոյի, Մագելանի կամ Մագիլի քարանձավը պետք է վերածել տուրիստական օբյեկտի։ Իսկ մինչև այդ պատմությունը շատ հետաքրքիր էր։ 1970-ական թվերին մեր ալպինիստներից մեկը, Էդվարդ Սարգսյանը, մի խումբ էր հավաքել, որոնք ուսումնասիրում են Հայաստանի քարանձավերը։ Ամբողջ Հայաստանով մեկ իրանք ման էին եկել ու 1970 թվականին արդեն հասել էին Վայոց ձոր ու այնտեղ հետաքրքիր մի հատ իրադարձություն էր տեղ ունեցել։ Ճանապարհը սարքելու ժամանակ, ճանապարհի շինարարության ժամանակ պայթեցրել էին շինարարները, բացվել էր մի հատ քարանձավ։ Հետո այդ քարանձավը կոչվում է Մոզրովի քարանձավ։ Հրավիրել են մեր Էձիկին, Սարգսյան Էձիկին, եկել են իրանց խմբով նայել էին, ուսումնասիրել էին, տեսել են, որ բավականին արժեքավոր է։ Հետո այդ ժամանակ իրանց մոտեցել էր Մագելան Առաքելյանը, Արենի գյուղի որսորդներից մեկը, ասել է, որ մի հատ էլ այդպես մեծ քարանձավ ես եմ գտել։ Դե տղաները ասել են գտել ես ցույց տուր։ Բերել են այս Մագելանի քարանձավն էր ցույց տվել Մագելանը, Մագիլը, գյուղում իրան Մագիլ էին ասում, քարանձավն էլ երկար ժամանակ կոչվել էր Մագիլի քարանձավ, ուղղակի քանի որ այդ մարդանը իրական Մագելան է, Մագելան Առաքելյան, հա, դրա համար կատալոգներն որ նայ գրված է Մագելանի քարանձավ։ Նու Մագելանի քարանձավը հայտնաբերելուց հետո արդեն հայտնաբերեց նաև Արջերի քարանձավ, այսինքն այդ 3 հսկա քարանձավերը կառավարության որոշմամբ դրվեց աշխարհական ընկերության վրա, որ անպայման իրանք հետազոտական աշխատանքներ իրականացնեն, դրանք հետագայում որպես տուրիստական օբյեկտ օգտագործելու համար։ 81 թվականին երջանկերի շատակ Ռաֆայել Վանյանը զանգից հետո հանդիպեց իր հետ, ասաց լավ, հիմա կառավարության որոշումն է գնում, թող հենց լինի վերջացնի, որ քեզ կհրավիրենք։ Նու ահագին նախապատրաստական աշխատանքից հետո, քանի որ մենք փորձ չունենք, միացած հետաքրքիր բան տեղ ունեցավ։ Հրավիրեցին Ուկրաինայի գիտությունների ակադեմիայից խումբ Ալեքսանդր Կլիմչուկի ղեկավարությամբ, իրանք Արջերի քարանձավի մի հատվածը արեցին, նախագիծ ներկայացրեցին։ Հետո 84 թվականին, երբ որ հայտնաբերվեց երկրորդ նոր այդ հատվածը Արջերի քարանձավի, հա, արդեն իրանք չեկան։ Ռաֆայել Վանյանը զանգեց, ասեց արդեն քո ժամը մոտենում է, արի տեսնենք ինչ ես անում։ Գնացի, մարդ նայում եմ, այստեղ մարդիկ հազիվ են սողալով ասում, թե քարանձավը քարտեզագրել կլինի, թե չէ։ Մի խոսքով մի քիչ հետաքրքիր մոտեցումից ցաբերեցինք, այդ մեր շտացիվները, եռատները կարճացրեցինք, հետաքրքիր բաներ ստեղծեցինք, մի խոսքով այդ հատվածը արեցինք, վերջացրեցինք, մի հատ հրաշալի պատկեր ստացվեց։ Դժբախտաբար այդ պատկերը հիմա մի քիչ աղաված է, որտեվ ահագին ժամանակ է այդ քարանձավը բաց էր ու ենթարկվել ահագին բարբարությունների։ Նույնն էլ Մոզրովի քարանձավը։ Քիչ թե շատ լավ վիճակում գտնվեց Մագելանի քարանձավը, որտեվ երկար ժամանակ փակ էր պահվում։ Հետո երբ որ կառավարությունը 2015 թվականին նորից որոշում կայացրեց այդ քարանձավերը օգտագործելու համար, արդեն
մրցույթ հայտարարվեց, տարբեր կազմակերպություններ մասնակցեցին ու կարողացան այդ քարանձավերին, այսպես ասած, վարձակալել։ Հիմա այդ քարանձավերից երկուսը արդեն ամբողջությամբ օգտագործում են Արենի մեկն ու Մագելանը, երկու քարանձավն Մոզրովը արջերը, նոր քիչ առաջ ասացի, ենթակառուցվածքների բացակայության պատճառով դրանք անհնար կլինի օգտագործել։ Եվ երրորդն էլ Արագածոտնի մարզի քարեդռնավոր քարանձավ էլի պատրաստ է շահագործման, ուղղակի վարձակալը երևի մարքեթինգային հետազոտություն անցկացնում, տեսնեն թե ինչ հետևանքներ կունենա այդտեղ։ Որ նշեցիք քարանձավները վնասվել են, այսինքն մարդիկ են։ Մարդիկ, հա, իհարկե, մարդիկ, հա, դուք ուղղակի որ տեսնեք կզարմանաք, թե ինչ պրիմիտիվ դատողությամբ այդ ամեն ինչը քանդել։ Այդ քարեր որ կան, ստալակտիկները կամ ստալագմենտները, սովորական կալցիումը, կալցիում ցերեկալ, ճիշտ, հա, նույն ցեմենտի նյութն է։ Իրանց թվում էր, թե այդ ինչ որ թանկարժեք բան է։ Հա, իրականում թանկարժեք է, բայց գիտության համար։ Գիտության համար իսկապես այնպեսի մի հատ արժեք է, որ օրինակ Մագելանի, այսինքն ոչ միայն Մագելանի, հնագիտության ազգագրության ինստիտուտը, երկրաբանության ինստիտուտը տարբեր նախագծեր իրականացնում, այդ բոլոր քարանձավերից նմուշներ են վերցրել ու բանից պարզվեց, որ այդ բոլոր քարանձավերում քարանձավ ստեղծման process սկսվել է մոտարապես 500,000 տարի առաջ ու արտվել է մոտարապես 50,000 տարի առաջ։ Այդ կտրվածքով քարանձավի հանգիստ կարող են որոշել, թե ինչ կլիմայական պայմաններ ա եղել այդ ժամանակ, ինչ բույսեր են ապրել, հա, խոնավության ինչ պաշար ա եղել։ Այդ դրանով իսկապես անգնահատել է, բայց որ դու այդ քարը ջարդում տանում ես տունը դնում ես, ինքը 2-3 տարի հետո, երբ որ ինքը խոնավազերծ ա լինում, իսկ քարանձավը խոնավ ա միշտ, խոնավազերծության պայմաններում ինքը արդեն ստուգում է փոշու վրացվել, ապա փոքր մասնիկներով վերանում է։ Ստալակտիտի իր բնական միջավայրը խոնավ միջավայրն է։ Դուք տանը չեք կարող նման բաներ պահել։ Երևի շատերին կհետաքրքրի, ինչպես ընդհանրապես ավելի շուտ առաջանում քարանձավները։ Հա, ուրեմն քարանձավի առաջացման համար երկու պայման է պետք։ Կարստային ապարներ, այդ ես խոսում կարստային քարանձավերի մասին, որ ամենաշքեղն են, ամենատակիրն են, հա։ Կարստային քարանձավը, դրանց մեջ մտնում են կրաքարերը, դոլոմիտները, մերգելները եւ ինչ որ տեղել աղը, որոնք հեշտությամբ ջրի մեջ լուծվում են, եւ մեկ էլ ջրի արկայություն։ Այդ երկուսի արկայության դեպքում առաջանում է քարանձավեր, բայց մի այսպեսի հետաքրքիր բան կա։ Երկար ժամանակ տիրապետում էր այն կարծիքը գիտության մեջ, որ քարանձավերը առաջանում են, երբ որ վերևից ջուրը լցվում է այդ ապարների մեջ, հա։ Մենք էլ ենք այդ տարիները այդպեսի այդպես ենք մտածում, բայց հետո աշճանաբար, երբ որ դու տեսնում ես, որ քարանձավի առաստաղի վրա sense գմբեթաձև խորացումներ կան, այդ չի կարող վերևից ջուրը գալ ու բարձրանալ։ Ստե արդեն ծնվեց այն կարծիքը, իհարկե այդ առաջադրողը Ալեքսանդր Կլիմչուկն էր, այդ որ ասում է Հայաստանում աշխատել է, որ ներքևից բարձր ճնշման տակ դուրս եկող բան ջերն են քանդել այդ ամեն ինչը։ Իսկապես մեր բոլոր քարանձավերն էլ վայզօր ամենայնպես բոլորն էլ ունեն այդ ծագումը։ Դրանք կոչվում են հիպոգեն քարանձավեր, հիպո նշանակում անդերք, գենն էլ ծագում, հա, այսինքն ջուրը ներքևից դուրս բարձր ճնշման տակ բարձրացել է վերև, այդ ընթացքում արդեն ինքը ամբողջությամբ դատարկել է։ Իր մեջ լուծել է այդ ապարները, կրաքարը, հա, ձևավորել է դատարկությունները։ Այն առաջի վերսիան, որ ասում է վերևից իջնող ջուրը, դրանք էլ կոչվում են էպիգեն, այսինքն վերևից ներդրված քարանձավեր։ Նու աշխարհում ամենամեծ քարանձավերը հիպոգեն ծագում ունեն, որտեղ նայեք քարանձավեր կան Միացյալ Նահանգներում, որ 600 կիլոմետր երկարություն ունեն։ Այդտեղ անհասկանալի process-ներ են տեղ ունեցել, միլիոնավոր տարի ընթացքում ջուրը ներքից բարձրացել է, ու այդ ամբողջը լվացել է։ Հիմա էլ այդ քարանձավի մեջ ստորգետնյա գետեր կան, որոնք էլի մասնակցում են քարանձավ առաջացման process-ներին։ Յուրաքանչյուր քարանձավի ձևավորման համար միլիոնավոր տարիներ են պետք։ Մեր քարանձավը ձևավորվել են վերջին 1.5-2 միլիոն տարվա ընթացքում, երբ որ ընդերքից տաք ջրերը, հիմնականում մեր մոտ տաք ջրերն են դուրս եղել, որտեղ հրաբխային մարզ է համարվում, տաք ջրերը բարձր ճնշման տակ լվացել են այդ դատարկ լերշերտերով ու ձևավորվել են քարանձավերը։ Մյուս քարանձավերը Հայաստանում էլի լայն տարածում հրաբխային քարանձավերն են, դրանք երկու տեսակ են։ Մի մասը լավային թունելներն են, պատկերացրեք տաք լավան արտավիժում է, վերևի կեղևը շուտ սառչում է, ներսում հələ այդ հրահեղուկ լավան կա։
Երբ որ վերևից նոր պորցիաներ են գալիս, այդ լավային հրում են, դուրս է գալուց ձևավորում է դատարկությունը։ Դրանք լավային թունելներ են կոչվում։ Եվ կա էրոզիոն քարանձավեր, որոնք եթե նայեք Հրազդանի կիրճում, Լորիում, որտեղ որ աբխային ռեգիոններ են, երբ որ գետը վերևից սկսում է քանդել այդ շերտերը, հրաբխային շերտերը, ինքը կողային էրոզիայի միջոցով նաև շերտերի մեջ է մտնում։ Ու եթե նկատել եք, sense տարբեր հարկերով ձևավորված են։ Դա էլ հրաբխային քարանձավ է։ Երրորդ ամենամեծ խումբը մեր մոտ արեստացին քարանձավներ, որ մարդիկ են քանդել։ Գորիսը, Խնձորեսկը, Գեղարդը, այդ բոլորը այդպիսի ծագում ունեն, այսինքն մարդիկ նույն ինչ որ պատկերացրեք ոչ թե շենք են կառուցում, այլ շենք են ստեղծում քարանձավը արհեստական միջոցներով փորում են ու ստացվում է այդ բոլոր բնակելի տարածքները կամ մշակութային կամ էլ պաշտամունքային կառույցներ են ստացվում։ Մեր երկրում այդ 3 տեսակներ են հիմնականում տարածված։ Այսինքն արհեստականորեն ստեղծված այդ քարայրը, քարանձավը հենց թաքստոց է ծառայել դրա մասին։ Ոչ միայն թաքստոց, կարող են եկեղեցիներ լինել, կարող են հանքավայրեր լինել, ամեն ինչ կարող են լինել։ Ես ձեզ ասեմ, որ մեր մոտ մի տեսակի քարանձավ կա, որ աշխարհում միայն մեր մոտ կա, դրանք քարե դռնավոր քարանձավեր են կոչվում։ Դուք պատկերացրեք սենյակ, որը նախատեսված է եղել հացհատիկ պահելու համար, հատակին իհարկե հորեր են, հացհատիկ կարասանման հորեր են, որտեղ որ հացհատիկ են պահել, ու ինքը նաև մուտքը փակվել է քարե դռով։ Պատկերացրեք 200-300 կիլոգրամ քարե դռ, որ հեշտությամբ կարող ես բացել, փակել, այսինքն ինժեներային կարելի է գլուխգործոց համարել։ Դա միայն այդ տիպի քարանձավը մենակ Հայաստանում կան։ Դա էլ Արագածոտնի մարզի հարավային Արագած լեռան հարավային լանջերին, Գոշ, Շուրջան, Վերին Սասունիկ, այդ գյուղերի տարածքներում։ Ամեն տարի մեր երիտասարդ գոլեգաներ 2-3 հատ հայտնաբերում են ու երբ որ 80-ական թվերին մենք ենք ուսումնասիրում, այն ժամանակ մոտավորապես 40-ի չափ ենք հայտնաբերել ուսումնասիրել, հիմա դրանց թիվը ասել է 60-ի։ Դրանք ասում եմ աշխարհում մենակ մեր մոտ կա ու դրանց պահպանության ներկայացման համար մեր երկիրը պետք է լուրջ ջանքեր գործադրի, որտեղ գիտեք այդ ֆանտաստիկ բաներ են, այդ որ քիչ առաջ ասում եք քարանձավեր ինչ են, այդտենց ֆանտաստիկ աշխարհ է քարանձավերի աշխարհը։ Քո մտքով չի անցնի, որ քեզանից 1000 տարի առաջ քո նախնիները որոշել են այդտենց ամբարներ ստեղծել, որ կարող է հարյուրավոր, հազարավոր մարդկանց բավարարի։ Այսինքն ժամանակի ընթացքում տարեստարի նոր քարանձավներ հայտնաբերվում են։ Բնական է, իհարկե, բնական է։ Այդպես է միշտ։ Եթե այսպես ամիջել նաև պատահականությունը օգնում է քարանձավը հայտնաբերել։ Դու կարող ես այդ նույն արահետով 100 անգամ ասնել դառնալ չտեսնել, մյուսը կարող է պատահականացնել տեսնի։ Բացում պատահականությունները քարանձավի հայտնաբերման գործում շատ մեծ դեր են խաղում։ Ես ես մի դրվագ ասեմ, որ 40 տարի առաջ այս օրերին մենք Արածո գետի կիրճում ենք աշխատում ու պատահականության շնորհիվ հայտնաբերեցինք մի քարանձավ, որտեղ որ կար ձեռագիր։ Ոնց տեղ ունեցավ։ Շոկ օրեր 1976 թվականի հուլիսը, այս օրերն էր կարծեմ, շոկ օրեր, ու մենք այդ շոկ օրը որևէ ճեղքում սպառվելու համար մի հատ ստվեր էինք բան գալիս։ Հերրից մի հատ այս ճեղք երևաց, որ մտածեցինք լավ գնանք դե պատասխանենք, մինչև երեկոյան կողմ հով լինի, որ մենք կարողանանք աշխատել։ Այդ որ ասում Արածո գետի կիրճը, պատկերացրեք մի հատ սարսափելի անապատ, ոչ ջուր կա, ոչ ծառ կա, ոչ թուփ կա, իսկ օձեր ու, չգիտեմ, ինչ ձեռուներ ասեք կային, նույնիսկ մենք վախենում ենք ոտքերներից առաջ առանցնալու քայլ ենք, հա, որտեղ եթե այդ գյուրզան քեզ տեղ գցես, դու հաստատ չէիր ապրի։ Մի խոսքով, մեր աշխարհական ընկերությունից բաժանվեցինք ուրեմն մի խումբը գետի աջ կողմը, մի խումբը գետի ձախ կողմը։ Ձախ կողմի բախտը բերեց, որտեղ իրանք ստերով են քայլում, աջ կողմի բախտը, այսինքն ինձ ու մեր Հակոբյան Դավիթի բախտը չբերեց։ Ստիպված որոշեցինք մի քիչ պատասխանել, մինչև երեկոյանանա, մենք արդեն ստվերի տակ աշխատենք։ Բարձրացանք այդ ճեղքով, նստեցինք մի քիչ, խոսացինք դες, հետո որ կանեցինք, տեսանք այդ փոշին, հա, ներս է գնում։ Իսկ եթե ներս է գնում, նշանակում է ներսում այս ծավալներ կան։ Դրսից այդ ճեղքը այսքան մի բան էր։ Ներսից էլ որ նայեցինք, էլ այդ փոշին, որ եթե չլներ, էլ իջնելու ենք, գնանք շարունակենք։ Մենք այդ փոշի հետ կապված
ես ու Դավիթը մտանք այդ ճեղքով, գնացինք մի հսկայական քարանձավ էր, բազմաթիվ կենդանների, հին ապրած կենդանների գլուխներով եւ ուխտ կար, եւ հովազ կար, ամեն ինչ կար, հա։ Մեկ էլ Դավիթ ինձ օգնեց չափագրելով, ասեց ես դրսում սպասում եմ, հենց վերջացնած ձեն կտած իշտենք գնանք։ Լավ, ասեցի։ Չափագրման աշխատանքները վերջացնելուց հետո ասեցի մի հատ հələ տեսնեմ ինչ կա այստեղ ուրիշ հետաքրքիր բան, որ երբ որ լուսարցակը գցեցի մի հատ ցենց ժայռի վրա, քարի վրա, հա, ինչ-որ մի բան, տենց քառակուսյան նման մի բան տեսա, ոնց ասեցի լավ էր, եւ քարի կտոր է էլի, ինչ պիտի լինի, բայց չհավատաց ճիշտ ասած աչքերից, մոտեցա, այդ լուսարցակ գցեցի, տեսա որ լուրջ քառակուսի է, էլի, sense պատական չի կարա լինի, մի քիչ վրայի փոշին սրբեցի ու տեսա որ գրքի նախշը փոցեցի մի քիչ բացել, բացես տեսա տառեր են փայլփլում, էլի, տառեր ասեցի, այս ինչ բան է։ Մի երկու բան էլ նայեցի, գոռացի Դավիթը հետ արի։ Դավիթը ինչ կա որ, ասեմ հետ արի, տես մի հատ հետաքրքիր բան եմ գտել։ Կարող է ոսկես գտել, ասում ավելի թանկ բան եմ գտել։ Դավիթն եկավ, սենց նայում, ասում է ինչ ասեմ, դե ոնց որ թե գիրք է Դավիթ։ Նայեց, հա էլի ճիշտ է, էլի գիրք է։ Ինչ անենք, իջացնենք, ասում չէ, բեր դուրս գանք զանգենք մեր ղեկավարության, ասենք սենց բան կա, ոնց անենք։ Դուրս եկանք, այդ արդեն էքսպեդիցիան զրոյացավ, այդ օրվա աշխատանքը գնացինք Սովետաշեն գյուղ, այն ժամանակ զանգակատուն, այն ժամանակ Սովետաշեն էր կոչվում, Պարուսևակի ծննդավայրն է։ Զանգեցինք մեր երջանիկ Էժատակ Ռաֆայելվանը, ասեցինք սենց բան ենք գտել, ձեռ եք առնում, ասում ենք չէ, իսկապես տենց բան ենք գտել, լավ, որտեղ եք, ասեցինք մեր բանը, այդ վրանային կայանը, այսպես ասած, ձորում է, այս մասում է, լավ, վաղը կգանք։ Գել առավոտը վեսան մյուս օրը, Վանյանը, Մատենարի նախկին նորենը Սեն Արևշահյանը, Սարագրեի բաժնին պետը Յուրի Տեր Վարդանյանը, երեքն էլ արդեն երջանիկ Էժատակ։ Հələ դուրս եկեք։ Ասում եք թողեք քնենք, հիմա ժամի 6-ն է, ինչ դուրս գանք։ Դուրս եկեք գնանք տեսնենք էդի չեք գտել։ Գնացինք, դուրս եկան գնացինք, ասեցի այն ժայռի վրա է։ Նայեցին, այդ ժայռի վրա նորմալ մարդ կբարձրանա, դե ասում ենք դե հիմա սկզբից մեկն է բարձրացել, գիրքն է թողել, հետո մենք ենք բարձրացել։ Լավ, հիմա բարձրացեք, ձեզ այս բանը կտանք, պայուսակը կտանք, դե բամբակի շերտ կա, կբացեք, ձեռագիրքն բամբակի մեջ, իջացնեք ներքև։ Լավ, իջացրեցինք, բարձր իջացրեցինք ներքև, հետո մի ամիս հետո, երբ որ Վարդան Տեվատե Յուրի Տեր Վարդան փողոցում հանդիպեցի, ասեց շարակնոց 13-րդ դար եւ ձեռագրի համարն էլ մատենային 10965-րդ համարն է։ Մի ամիս առաջ երբ որ խնդրեցինք մատենայի ղեկավարությանը գանք տեսնենք, գնացինք մեր հայտնաբերած ձեռագիրը տեսանք։ Այսինքն դա որ Բերթի մոտ էր։ Բերթի քարանձավ է, ձորի մեջ, հա, այդ ասում էլ այդ քարանձավներ, որ եթե պատականությունը չլներ, եթե հով եղանակ լներ, մենք կյանքում այդտեղ չենք բարձրանա։ Եթե ասենք այդ փոշին էլ ներս չգնար, եթե անգամ հով եղանակ էր, չէ, իսկ փոշին ներս գնալ նշանակում է ներսում ծավալներ կան։ Մենք իջնելու ենք այդ ձեռագիրները եւ մինչեւ հիմա էլ այնտեղ կլինի։ Իսկ այդ հայտնաբերված քարանձավները պատահական անուն ստանում են, թե ուղղակի Չէ, նայեք, երկու տարբերակ կա, աշխարհում ընդված է այսպես։ Նախ համարակալում են։ Համարակալման առանձին համակարգ կա, մեր երկրի համար մշակել ենք այդ համակարգը մինչև հիմա էլ գործում է, համարակալման համակարգը։ Բայց համարակալից բացի նաև օգտագործում են տեղի անունները։ Ասենք մեկը գրել է Արչի Քարանձավ, հա, մեկը Մոզրովի, մեկը Մագելյանի, հա, այդ բոլորը տեղի անվանումներն են։ Մարդկանց անուններով ցանկալի չի, որտեղ այսինքն ներկայիս մարդկանց անունով ցանկալի չի, որտեղ օրենք կա շարականավորների մասին, որ եթե մարդու մայրը 10 տարի հետո 10 տարի անցել, այդ դեպքում որ կարող եք արժևորել այդ մարդու կյանքը իրանով քարանձավ դնել։ Սովորաբար ինչ են դնում, քարատակի, չգիտեմ, աղվեսի բուն, ժայռի գլխի, այդպիսի անուններ են դնում, դա էլ է նորմալ, որտեղ եթե դու գնաս այդ գյուղում հարցնես, եթե ասես 126 քարանձավ ունես, ասես քեզ զարմացած կնային, այս ինչ ես ասում։ Բայց այդ 126-ը գիտական համարակալումն է, այս գյուղում ուրիշ անվանում է։ Հիմա դա ինչպես կոչվեց։ Որը։ Այս որ քարանձավը ձեռագրի քարանձավ։ Հիմա այդպես էլ մեր ցուցակում 275-ի 5 այդ համարակալումն է,
Եվ ձեռագրի քարանձավն արդեն մեր մոտ կոչվում է այդպես ձեռագրի քարանձավ։ Եվ որ շրջանում էր գտնվում։ Հիմա Արարատի մարզում այն ժամանակ կոչվում էր Արարատի շրջան, չէ, Վեդու շրջանն էր ուղղություն, Վեդու շրջանի մեջ էր։ Զանգակատուն գյուղից մոտավորապես 4 կիլոմետր հարավ-արևմուտք, համարյա Նախիջևանի սահմանին։ Նախիջևան սահմանից մոտավորապես 1 կիլոմետր մեր տարածքը։ Այդտեղ է հիմա։ Այդ քարանձավը կա, դե այդտեղ այդ քարանձավում նաև այդ կենթաների ոսկորները հանելու խնդիր ունենք։ Դե չգիտեմ հիմա, եթե պալեո կենթանաբանները խնդրեն կամ ասեն, գնանք կհանենք, բերենք տանք իրանց էլ։ Նաև որքանով հիշում եմ, մի քանի տարի առաջ Եղեգնաձորում ժայռապատկեր էին գտել, չէ՞ ինչ-որ քարանձավում։ Հա, այդ Գանձակ գյուղի մոտ է, ժայռանկար էր, ճիշտ ժայռանկար, օխրայով նկար էր, այդ մեր համատեղ հայ-իտալական արշավախմբի սահման բանում էր, այդ աշխատանքի ժամանակ գտանք, այդ ձորում հետարքիր քարանձավեր շատ կային, այդ մեկն էլ ինձ առանձնահատուկ, դե բոլորի աչքի առաջ է էլի, մտածում ես ինչ պետք է լինի, որ գնաց տեսնես էլի, այնօր գնացինք, բարձրացած մեր երիտասարդ գործընկերներից մեկը սուր աչք ուներ երևի էլի, սուր աչք ուներ, տեսավ ասեց ժայռանկար, մոտեցանք, հա, հիմա կարծեմ հնագիտության ինստիտուտը փորձագետներ հրավիրել, այնտեղ ուսումնասիրեն այդ ամեն ինչը։ Որն էր առաջին քարանձավ, որտեղ ոտք եք դրել եւ ինչպիսի զգացողություններ ունեիք առաջին անգամ։ Այդ շատ վաղուց էր, այդպես փոքր երեխա էի, երևի 8-9 տարեկան, մորական կողմը Սահկովիտ գյուղից է։ Մեծ քեռիս մի հատ մեծ մատաղ էր արել, չգիտեմ ինչի առիթով, հա, դե մեզ էլ էին հրավիրել, դե ես էլ ձանձրան մեջ ճիշտն ասած, ուտում խմի, ես ինչ անեմ, որոշեցի այդ ձորով ման գալ։ Նու գնացի այդ ձորով մի հատ հետարքիր քարանձավ տեսա, ասում եմ, ես ինչ է, գյուղացին հարցնում, այդ թագավորի տախտ ենք ասում, ասում այդ ինչ է, թագավորը այնտեղ նստել է։ Թագավորը ուրիշ տեղ չուներ նստելու։ Հա, այդ թագավորի տախտ ենք ասում, հետո մի ուրիշն էլ գյուղից մեկը մեր բարեկամից երևի, տեսա որ հետաքրքրվում եմ, ասաց այն սարի գլխին մի հատ փոստիչող բան կա, քարանձավ կա։ Ուզում ես գնաց տեսնես։ Աշխարհում մեկ է, ասեցի իհարկե ուզում եմ։ Գնացի տեսա, այդ էլ հետո իրանք ասում են մաղարա կամ թուրքերեն կամ պարսկերեն նշանակում է քարանձավ։ Այդ իմ առաջի քարանձավն էր։ Հետո ուսանողական տարիներին դե որ ահագին ման ենք եկել, այդտեղ եմ շատ մտել ու ուսանողական տարիների ամենատեղ բանն էր, որ մեզ տարել էին հեռավոր պրակտիկա Աբխազիայում Նովի-Աֆոն քարանձավը։ Այն ժամանակից մտածում էլ այդ 77 կամ 78 թիվներ։ Մտածում եմ այդ Հայաստանում կարող է վերջու հայտնաբերում այդպիսի քարանձավ, որ մենք էլ կարողանանք էքսկուրսիոն քարանձավ ունենալ։ Երևի բարձրալը ձայնս լսեց։ Քարանձավը ուրիշ հայտնաբերեցի իհարկե, Էձիկի խումբներ հայտնաբերել, Սարգսյան Էձիկի։ Միջալուց Սարգսյան Էձիկը երկու հրաշալի գիրք ունի։ Նախ շատ սիրուն է գրում Էձիկը, հա, ու հագին էլ հետարքիր մտքեր է շապում։ Մեկը կոչվում է Անդունդի կաչը, մյուսը կոչվում է Քարանձավերը բացում են իրենց գաղտնիքները։ Հոյակապ գիրքը ես խորհուրդ կտայի մեր դպրոցական երեխեքին, եթե տենց ռոմանտիկ ոգի ունեն, անպայման այդ գրքերը կարդալ։ Շատ սիրուն գրքեր են, շատ հետաքրքիր գրված։ Մինչ այս հայտնաբերված քարանձավները մենք կարող ենք ասել, թե դրանցից որն է ամենահինը։ Չէ, իհարկե, չէ, որտեղ քարանձավերի այդ ձևավորման ժամանակը որոշելը շատ բարդ խնդիր է։ Մի այլ բան է, որ ծավալն է առաջանում, հա, այդ ասենք սենյակն առաջանում։ Մի այլ բան է, որ այդտեղ մարդիկ են ապրում այդ ժամանակից սկսում է, կամ այդ նույն կարստային հոսքերը որ կան, հա, ստալակտիտների ձև, որտեղ քարանձավի առաջացումից հետո կարող է մի քանի միլիոն տարի ընդհանրապես ոչ մի process տեղի չունենա, ոչ մարդ կամ մտնի այնտեղ ապրի, ոչ էլ այդ կարստային հոսքերն առաջանան։ Շատ բարդ է, մի երկու անալիզի ձև կա տարիքը որոշելու, գեոմորֆոլոգիական եւ այլն, դրանք էլ կես միլիոն, մի միլիոն տարվա բանով են որոշում էլի ճշտությամբ։ Իհարկե հիմա այդ բաները որ կան, հոսքերը, դրանք շատ բարձր ճշտությամբ որոշում, մի քանի հազար տարվա ճշտությամբ։ Բայց կոնկրետ քարանձավի ձևավորումը, ասեցի, որ
հազարավոր միլիոնավոր տարիներ կարող է չանան, այդ ծավալի ու այդ հոսքերի միջը, ձևավորման միջև։ Ես հիշում եմ 2016 թվականին, երբ քարանձավագետները հաճախ էին ասուլիսներ տալիս, մենք նշում էին, որ քարանձավները պետք է օգտագործվեն, զբոսաշրջիկները գան, թե չէ դրանց սպառնում է, կործանում է։ Բայց ինչու՞, թե հակառակը, եթե չգնան, բան չի լինի քարանձավների։ Միանշանակ այդպես է։ Ցանկացած հուշարձան ապրում է, երբ որ ինքը օգտագործվում է։ Այդ միայն քարանձավին չի վերաբերվում։ Դուք եթե եկեղեցում աղոթ չեք անում, այդ եկեղեցին շատ շուտով անհետանալու է։ Ցանկացած տեղ որտեղ գնում եք, աշխարհում ընդունված է, ամեն հուշարձան պետք է օգտագործի։ Քարանձավի առավել եւս, ինչի համար, որտեղ երբ այդ քարանձավը անտերությանը մատնվում, ով ասես կարամատնին դե դուրս գա։ Այդ չեմ այդ բաների մեջ տեսած կլինեք, Մագելանի քարանձավի ամբողջ մշակութային շերտը քարուքանդ էր արված։ Մարդիկ եկել են ոսկի ման գալու։ Էլ չեմ խոսում այդ ստալակտիտները, որ ջարդեր տարել են, հա։ Եթե դու չես օգտագործում, անտերությանը մատնում, ինչքան էլ ուզում ես պահակ դիր այդ քարանձավի մոտ։ Մեկը կհայտնվի, այդ քարանձավի պահակին փողը կտա, կմտնի ինչ ուզենաս կանի։ Դրա համար լավագույն ճանապարհը ցանկացած քարանձավի դրա օգտագործումն է։ Հիմա մենք քանի տասնյակից ավել քարանձավեր ունենք, որ հանգիստ կարող են օգտագործել։ Ուղղակի հետաքրքրություն չկա կամ էլ մարդիկ, չգիտեմ, չեն ուզում բյուրոկրատիայի մեջ ընկնեն էլի։ Կարող եք տասնյակ տարիներ պայքարել այդ քարանձավի համար։ Իրանց թվում է թե դու այդ ամեն ինչի համար ես անում։ Հա, բիզնեսը պետք է անպայման օգտել ունենաս, բայց հələ մի քիչ ավելի խորքից մտածենք, հա, եթե դա չի օգտագործում, դրա օգուտը ո՞րն է։ Հիմա նայեք, եւ Մագելանի քարանձավում եւ Արենի մեկում երիտասարդ մարդիկ են ապրում, որոնք իրանց գյուղերից չեն հեռանալու։ Կոնկրետ մեր Մագելանի քարանձավում երեխեք են աշխատում, որոնք որ Արենից են, ու վստահ եմ իրանք իրանց գյուղից չեն հեռանալ, որտեղ մշտական աշխատանք ունեն։ Չեմ ասում շատ բարձր վարձատրվող, բայց թե վարձատրվող աշխատային, հետարքիր աշխատանք, ու մարդիկ կարող են իրանց դրսևորել։ Ու նաև այդ շփումը ուրիշների հետ, իրանց այնքան հարստացնում էլ ասելու չի։ Իսկ ինչ վտանգներ են պարունակում քարանձավները։ Ինչ առումով ինչ վտանգ։ Օրինակ զբոսաշրջիկների համար որ գնան։ Չէ, նախ բոլոր քարանձավերը, որոնք բարեկարգված են, լուսավորված են, այնտեղ վտանգ չկա, բացառապես։ Ասեցի, ոնց որ այստեղով քայլեք, որևէ վտանգ չկա։ Բայց եթե դուք վայրի քարանձավ եք մտնում, ամեն ինչ էլ հնարավոր է։ Եվ օծ կարող եք տեսնել, եւ կարիճ կարող եք տեսնել, մանավանդ Հայաստանում, հա։ Այդ առումով են, թե չեն այս առանձնապես բոլոր արդեն կայուն քարանձավեր են, այդ փլուզումները իրանց ձևավորումից հետո արդեն տեղ են ունեցել, նույնիսկ եթե երկրաշարժ լինի, դրսում ավելի շատ ավերածություններ կլինեն, քան քարանձավի ներսում։ Այդ միանշանակ այդպես է։ Ցանկացած քարանձավ դուք համատեք Գեղարդի քարանձավերը վերջինները 13-րդ դարի կառույց են։ 13-րդ դարից հետո բոլոր այդ շենքեր շինությունները որ կան, բոլոր ավիրվել են։ Եվ Երևանի երկրաշարժն է, եւ Գառնու երկրաշարժը, հա, այդ բոլորից ավիրվել են։ Բայց ներսում ընդհանրապես ճեղքեր են առաջացել, որևէ փլուզում չի եղել։ Այսինքն քարանձավ ավելի երկար է ապրում, քան թե դրսի շինությունը կառույցը։ Դա շատ կարևոր հանգամանք, որտեղ որ մարդիկ մտնում ասեն, բավարար մեր գլխին փլվի, վստահ եմ, որ դրսում դուք ավելի մեծ վտանգ եք ենթարկվելու, եթե երկրաշարժ, քան թե ներսում։ Ընդհանրապես ովքեր են ավելի շատ հետաքրքրվում քարանձավներով, նրանք ովքեր սիրում են արկածային տուրիզմ, թե հակառակը։ Չէ, բոլորն էլ, ամեն մեկ իր սեգմենտն ունի։ Արկածային տուրիզմ սիրողը այդ, որ սիրում են ճեղքերի մեջ սողալ, հա, փոշու ցեխի մեջ, իրանց մանկությունն են հիշում, հա։ Ավելի սոլիդ տարիքում մարդիկ ավելի շատ հետաքրքրում մշակույթը, մարդիկ ոնց են ապրել, առօրյական կյանք օրինակ քարանձավում մարդը ապրելուց բաց ինչ արել ինքը այստեղ։ Տեսնում ենք, ասում են հետքեր են, հա։ Մարդիկ իսկապես են ոսկոր հետքեր ենք տեսնում, հա, կերամիկա հետքեր ենք տեսնում։ Այդ մարդիկ ինչով են զբաղվել։ Այդ ամենօրյա կյանքը էլի ինչ է տեղ ունեցել այդ մարդու հետ։ Երբ է մտել, երբ է դուրս եկել, ինչ են արել, թե այդ քարանձավը ինչի համար օգտագործել, մշտական բնակավայր եղել, թե եղել է ապաստարան։ Օրինակ մի հատ հետարքիր փաստ ասեմ, դե մեր հնագիտության ինստիտուտի արշավախումբը չեխերի հետ համատեղ պեղումներ են իրականացնում Մագելանի քարանձավում, գործվածքի կտոր են գտել,
Անալիզը ինչ ցույց տվեց, որ իսկապես այդ մարդիկ Արենի ժողովուրդը պատասխանվել է Շահաբասի ժամանակ հենց այդ քարանձավում։ Այսինքն այդ բոլորը այդ ինչ որ կար, չէ, Շահաբասը եկավ ամբողջ Արևելյան Հայաստանը դատարկեց տարավ, Արենի ժողովրդին չկարած, որտեվ այն պարզ պատճառ, որտեվ մարդիկ պատասխանվեցին քարանձավում։ Այդ գործվածքը ցույց տվեց իսկապես այդ պատմական փաստեր, որ Արենի ժողովուրդը իրանք բնիկ են։ Իրանք չեն Շահաբասը իրանք չկարողացավ տեղափոխվել Նորջովա, Իսպահան, այսինքն։ Իսկ գիտության ո՞ր ոլորտի ներկայացուցիչներին կարող է հետաքրքրվել քարանձավը, ինչ ուսումնասիրություններ են կատարում, արդյոք կատարում են թե չէ։ Ուրեմն գիտության որևէ բնագավառ այդ իրագործն ունի։ Բոլորը առանց բացառության։ Եվ բնական գիտություն եւ հասարակական գիտությունները։ Նույնիսկ փիլիսոփաներ այնտեղ անելիք ունեն։ Թվում է թե որևէ կապ չունի, հա, բայց Պլատոնի մի հատ աշխատություն է կոչվում է քարանձավ, չէ՞։ Որ կարդակ զարմանաք, էլ այդ մարդը քանի հազար տարի առաջ այնց հետարքիր մտքեր առաջարկել։ Բոլորը, էլ պատմություն, հնագիտություն, երկրաբանություն, աշխարհագրություն, քարտեզագրություն, ինչ ասեք, բոլորին հետարքիր կլինի։ Այլ բանա, որ մեր երկրում սովորաբար բարդ է այդպիսի հետաքրություն առաջացնելը։ Ես ես մի բան ասեմ, մենք 40 տարի առաջ երբ որ աշխատել ենք, հա, բավականաչափ հետաքրքրողներ կային։ Հիմա հետաքրքրողների քանակը կտրուկ կրճատվել է։ Իրանց հետաքրքիր չէ դիսկոմֆորտի պայմաններում մտնել այդ քարանձավը ուսումնասիրել, ավելի հարմար կլինի sense նստել, հա, համակարգչի առաջ ինչ-որ մի բան անել ու հաշվել որ դա աշխատանք։ Միգուցե դա էլ է հետաքրքիր, բայց ասում եմ ավելի հետաքրքիր է դու գնաս սեփական աչքերով այդ ամեն ինչ տեսնես։ Հա, նաև բացառիկ հոդվածներ կգրվեն գիտական։ Դե այնպեսի բաներ կարող ես հայտնաբերել, որ ասելով չի։ Նայեք, մենք ճարտարապետության երկիր ենք, չէ, շինարար ժողովուրդ ենք, չէ, բայց ես մի բան ասեմ, այն ճարտարապետները, որոնք որ հողի մակերդում են աշխատել, ուրիշ մտածողության տեր ունեցել, ուրիշ գիտելիքների համատած այն մարդկանց հետ, ովքեր ընդերքում են աշխատել։ Նույն Գալձակը, Գեղարդի քարանձավի շինարար, այսպես ասած, հրաշալի ինժեներային ուղեղ ունեցել։ Այսինքն կարողացել է երկհարկ համակարգ քարանձավերի ստեղծել, որոնք ընդհանրապես երկու տեղում են իրար հետ հատվում։ Այն էլ ես մտածում որ ինքը դա դիտման բարել ակուստիկայի համար։ Դուք այդպիսի ինժեներային միտք գետնի տակ աշխատել, հա, ինչ գործիքներով են աշխատել, ոնց են աշխատել, մեր համար մինչև մահասու չի։ Հա, ենթադրենք պատերը կարող ես քանդել քլնգով, ուրակով, հա, բա ներսում ոնց ես ուղղորդել, որ մյուսներին չկպնի, կամ վերևի նկատմամբ ոնց ես այդ ամեն ինչը չափել։ Այդպես ինժեներային հետարքիր մտքեր կան, որ թվում է թե դե ինչա դրա եղածն ինչա մի փոքր բանը, բայց իրականում լուրջ գիտելիքներ են ունեցել իրանք։ Նաև լավ երկրաբանություն են հասկացել, որ ապարի մեջ փորել, որ փլուզում տեղի չունենա, որ ճեղքով գնալ, որ ուրիշներին չխանգարի։ Այսինքն լուրջ ինժեներային բան է պետք։ Հետո ասեմ, որ ստորգետնա պաշտամունքային կառույցներ ունենք, որոնք վերկայում չեն կրկնվում։ Այսինքն ունիկալ են մենակ ստորգետնյա տարածքների համար։ Դալիճների տեսակներ կա կամ գմբեթավոր քարանձավեր ունենք, որ դրսում այդ ձևը չունեն, կամ 2-3 նախասրահով, ասենք եկեղեցական համալիր, որ դրսում չկա այդ տիպի կառույց։ Այսինքն հա, այդպես հետարքիր մոտեցումներ կան։ Այսինքն ժամանակի ընթացքում մարդը ներս է սողսկել եւ իրենը թելադրել է, այսպես ասեմ, այդ տարածքում։ Հա, ասենք ճեղքը ոնց է գնում, ջուրը ոնց է դուրս գալիս, ոնց անի, ոնց ուղղորդի երկի կողմերի նկատմամբ։ Այդ ամբողջը մի հատ հետարքիր գիտություն է, որ մեր մոտ դժբախտաբար չեն զբաղվում։ Մարդը երբ է դիմել, այսպես ասեմ, ճակերտների մեջ քարանձավի օգնությանը, հիմնականում փախչելու ժամանակ։ Չէ, մարդը հենց ծնվել է քարանձավից, հենց ասեմ։ Ցանկացած մեկը բոլոր քարանձավերը մարդը դուրս եկել քարանձավերից։ Անկամ մեր աստվածները քարանձավի մեջ է ծնվել։ Միհրը քարանձավում է ծնվել, հա, Խալդին Ուրարտական, էլի քարանձավում է ծնվել։ Ուրարտացիները նույն ստորգետնի աստված են ունեցել, Արիանի, հա, այր բառը ցեզ ամեն ինչ ասում է, հա։ Քրիստոսը էլի քարանձավում ծնվել, չէ։ Մեր փոքր մհերը, մեր էպոսի հերոսը, մինչև հիմա քարանձավում ներսում պատը սպառված է, սպասում է, որ արդար կարգ են հաստատվեն, որ դուրս գա ինքը։ Այսինքն այնքան այդ ամբողջը մարդու կյանքը այնքան է շաղախված քարանձավ հետ, որ մի հատ առանձին քարանձավային մշակույթի մասին կարելի է խոսել։ Ծնված օրվանից մինչև մահը։ Մեզ որտեղ են թաղում քարանձավի մեջ չէ ստեղծություն։
դագաղը քարանձավը, չէ։ Այսինքն այդ ամբողջը շատ հետաքրքիր շահախմա քարանձավին մշակույթի հետ։ Ու մենակ մեր ժողովուրդը չի, բոլոր ժողովուրդներն են, անկախ ամեն ինչից, եթե իրանց բանայությունն ես նայում, մեր բանայությունը, չէ, ստոր երկրա ինչքան հերոսներ ունենք, չէ, ստոր գետնյա, ստոր երկրա, Անահիտ Վաչագան, հա, այդ ամբողջ այդ հեքիաթները, այդ էպոսները, առասպելները մի իսկական շերտ են պարունակում։ Պես որ քարանձավերից շատ հեռու չեն գնաց։ Մեր շենքերն էլ քարանձավ են, էլի, ըստ էության։ Դե հա։ Եվ ո՞րն է քարանձավների առանձնահատկությունը։ Ինչ առումով։ Բոլոր առումներով։ Դե մի երկու բառով կարելի ասել, էլի, ֆանտաստիկ ու խորհրդավոր աշխարհ։ Ֆանտաստիկ գեղեցկության խորհրդավոր ինչեր են տեղ ունեցել քեզանից առաջ։ Նայեք, երբեմն մտածում, ասենք, ինձնից առաջ քանի մարդ է քարանձավ մտել։ Քանիսն է մտել ինչ ակնկալիքով, արդյոք իր ակնկալիքները բավարարվել են, թե ինքը մազապուրծ եղել է ընդհանրապես այդտեղ պատասխանատու ճշտամին անցնի դառնա ինքը նորից դուրս գա գնա իր աշխատանքին։ Այդ առումով ասեմ, մեր ֆանտաստիկ աշխարհը, որ ցանկացած մարդու բախտ եթե բերել է քարանձավերությունից զբաղվել, ինքը ամենաբախտավոր մարդկանցից մեկն է։ Որպես քարանձավագետ, ինչ եք երազում այդ առումով, այսինքն ինչպես հանրայնացնել այդ ամենը։ Ես ասած միակ ճանապարհը դա է։ Մենք դի կարողանանք մի այնպիսի քաղաքականություն մշակել, որ ամեն տարի գոնե մի քարանձավ մեր երկրում օգտագործենք այդ նպատակով, հա, որտեղ այդ քարանձավերի աշխարհը այնպես է, որ դու կարող ես քո մշակույթը ցույց տալ միայն քարանձավը։ Ամեն ինչ կա այդ քարանձավին ես, ամեն ինչ։ Եվ պատմություն կա, եւ փիլիսոփայություն կա, մարդու ապրելակերպը ոնց է ինքը ապրել այդ քարանձավը, ինչ արել։ Այդ ամբողջը եթե մենք կարողանանք ներկայացնել, ամեն տարի ասեմ էլի, 1-2 քարանձավ շահագործել, հրաշալի բան կստացվի։ Օրինակ, էլեմենտար բան կա։ Մինչև այսօր սատանիկ ամոթ չի օգտագործվում։ Մինչև այսօր։ Ինչի համար։ Ես կվստահեմ, որ եթե պետությունը ինքը ջան գործադրի, ներդրողներ կգտնվեն։ Ուղղակի մարդիկ վախենում են բյուրոկրատիայից։ Այնքան ձեզանից թուղթ ուզեն, որ դից խելագարվեք, ասեք, ես ինչ եք անում այն մոտ։ Մարդը եկել է ներդնի, այդ օբյեկտը հասանելի դարձնի բոլորի համար, հա, դուք այս թուղթը բեր, այն թուղթը բեր, այն բեր, այն բեր, այն բեր։ Ընդ որում փորձաքննությունների մի ձև կա, որ ոչ ոք չի հասկանում, թե դա ինչ բան է։ Ասենք քարանձավը ոնց կարող եք վնասել, ասում ենք չենք վնասում, ընդհանրապես օգտագործում ենք։ Չէ՞ բա որ մտնում եք։ Եվ այդպես է, ուրեմն տնից էլ դուրս եկեք, փողոցում էլ մի քայլեք, անտառով էլ մի քայլեք, այդտեղ էլ է վնասում։ Այդ ինչ չափորոշներ եք դրել։ Արտասահման, երբ որ նայում ես իրանց այդ բաները, հա, փորձաքննության արդյունքները, ընդհանրապես մի բան կա, մարդուն վնաս հասնում է դրանից, թե չէ։ Մարդուն վնասելու առումով են նայում։ Մեր մոտ եթե ասում են, եթե դու մտնում ես այդ քարանձավը, ուրեմն դի վնաս տաս։ Դե փակեք բոլոր քարանձավերը, ինչ է, որ ոչ եք ուզում վնաս տաք։ Սա է։ Նստի դարերի փոշին դրա վրա եւ ոչ ոք չիմանա։ Հա ինչ է, այտենց հազարավոր քարանձավեր կան, որոնց տեղերը մենք մինչև հիմա չգիտենք, չենք մտել, չենք բանան։ Դավրիժեցի մի հատ հետարքիր քարանձավ է նկարագրում, որտեղ որ հարստությունն է թաղված, հարյուրավոր մարդիկ են անցել դարձ այդ քարանձավ մինչև հիմա չենք գտել։ Եթե հաշվենք այն, որ Առաքել Դավրիժեցու նկարագրությունները բոլորը ճիշտ են, իր ասածով ամեն ինչ գտնվել է, հա, ուրեմն այդ քարանձավն էլ կա, չէ, ոչ ոք չի գտել դա։ Ու չեն էլ գտնի երևի, կարող արդեն փլուզվել է, չգիտեմ ինչա տեղ ունեցել։ Մեր պատմիչները մեզ հսկայական ինֆորմացիա են մեզ թողել։ Գոնե ասեմ էլի, այդ պատմությունը այնքան հետաքրքիր է, որ դա էլ ներկայացնես ուրիշներին, հասկանան, որ դու ինչ երկրում ես ապրել, ինչ երկրում ես ապրում։ Այդ քարանձավը որ փնտրում եւ չեք գտնում, որ հատվածում է։ Ուզում եք գնա գտնեք։ Դա հիմա Խոսրովի արգելոցի տարածքում է։ Ինքը հետաքրքիր նկարագրությունն է։ Մենք իհարկե ման ենք եկել, ոչ միայն այդ, չէ, սա առանձնապես իմ համար քարանձավ ինքը տեղով գանձը։ Ներսում այդ գանձը կլինի, թե չի էական չի։ Բայց եթե կարողանանք գտնել հրաշալի բան կլներ։ Օրինակ իր նկարագրությունով Յաշխան քարանձավն է գտնվել։ Մեր Սարգսյանեձիկը հենց հոդվածել ունի, ոնց են իրանք Դավրիժեցու նկարագրածով գնացել գտել կամ Գեղարդի ձորի այդ զորանոցներ քարանձավոր ասում են, էլ իր նկարագրածն է։ Այսինքն լիքը հետաքրքիր նկարագրություններ կան, բայց նաև կան հեքիաթներ։ Վիշապի քարանձավ, որ միացնես մեզ վիշապ դուրս է գոր արդեն հեքիաթ է։ Այդպիսի բաներ կան։ Ամեն ինչ էլ ինչն է հետաքրքիր,
մենք ասենք, երբ որ մեր քարանձավության պատմությունն ենք նայում, առաջին հետաքրքիր բանը ինֆորմացիան թողել է Մովսես Խորենացին։ Հենց մեր առաջին պատմիչը, որ Վանի բանում ժայռերի վրա քարանձավեր են բացել մարդիկ, հա, այսինքն մեր առաջի քարանձավագետը ստեյության Մովսես Խորենացին է։ Հետո էլ ինչքան պատմիչներ ունենք, ինչքան պատմիչ ունենք, անպայման գոնե 1-2 քարանձավ նշում է։ Ես որ ուսումնասիրել եմ մեր պատմիչների գործերը, չէ, բոլորը առանց բացառության գոնե 1-2 քարանձավի մասին նշել են։ Իսկ քարանձավներ կան, որ Դավրիջեցին 10-ից ավելի քարանձավ է նկարագրում, հա։ Ունենք դրսից եկած բաներ, օրինակ անգլիացի ճանապարհներ ունենք, որ ահագին քարանձավ է նշել հայկական լեռնաշխարհում, հա, այդ դրանց հետքերով է պետք գնալ, էլի, որտեվ այդ քարանձավերը թուրքերի համար հետաքրքիր չի, բայց մեր համար հսկայական ազգագրական արժեք։ Ունենք երիտասարդ քարանձավագետներ, որ կգնան դրա հետքերով։ Դե ունենք, հլա առայժմ այստեղ են զբաղվում, հուսնենք իրանք հասնել իրանք կյանքի ընթացքում գնալ այդ ամեն ինչ տեսնել։ Այսինքն ամեն դեպքում մասնագիտությունը կամ ոլորտը հետաքրքրում է երիտասարդներին։ Չէ, կան, իհարկե, մի երկու հոգի կան։ Օրինակ Լեհման Հաուպտը, չգիտեմ, երևի լսած կլինեք, հա, Հայաստանի մասին երհատոր գիրք ունի, չէ։ Այնքան քարանձավերի մասին է գրում, որ զարմանում էլի, մինչև մենք դրա հետքերով չեն գնացել։ Հարյուրավոր քարանձավեր է ներկայացնում։ Այնքան, այսինքն նույնիսկ այդ գիրքը հայերեն չունենք թարգմանած Լեհման Հաուպտի Հայաստան գիրքը, երբ որ հսկայական արժեք, ոչ միայն քարանձավության առումով, այլև եւ ազգագրության, եւ հնագիտության, եւ քաղաքաշինության, եւ ճարտարապետության։ Մի հատ հրաշալի գիրք է։ Ասում եմ, այնտեղ այնպես քարանձավի նկարագրություն կա, որ նայում ես, տեսնում իսկապես մարդը շատ ճիշտ ասել է, այդ ռեգիոնում այդպիսի քարանձավեր լինեն։ Ուղղակի մենք դժբախտաբար հասանելիություն չունենք։ Երկրորդն էլ եթե ունենանք հսկայական ծախսեր է քեզանից պահանջվում այդ ամեն ինչը տեղում հետազոտելու համար։ Հետո թուրքական միջավայրը, թշնամական միջավայրը, այդ ամեն ինչը գաղտնի չես կարող անել։ Իրանց հետ անելուց էլ մի քիչ բարդ խնդիրներ են ծագում, որտեվ իրանք են այսօր այդ երկրի տերը, այդ ամբողջը իրանցն է։ Ստացվում է, որ դու իրանց համար ես աշխատում։ Դրանց բաներ կան, որ դու քեզ չես կարող էլի թույլ տալ։ Իսկ այստեղ քարանձավներով զբաղվողները շատ են, թե էլի։ Չէ, քիչ են։ Մեր Տիգրանն է, Ռուբինյան, երիտասարդներից խումբ ունի, քիչ են, չէ, շատ քիչ են։ Հիմնականում որպես տուրիստական բանի են գնում, բայց որպես գիտություն մի 2-3 հոգի։ Գիտեք ինչու՞ն է, կյանքը հեշտացել է։ Մարդիկ սովորեն փող աշխատել ավելի շատ համակարգչի առաջ նստած, հա, քան թե գնալ դաշտերում չաչալ։ Այդ առումով ասում եմ, քարանձավագիտությամբ զբաղվում են մարդիկ, ովքեր իսկապես սիրում են այդ ոլորտը, էլի։ Իրենք կարող է անգամ իրանց գրպանից փող ծախսեն, դրա դիմաց ոչ մի բան, ոչ մի ակնկալիք չունենալու։ Դա էլ է, մենք էլ չեմ մի ժամանակ, երբ որ այդ պետական ֆինանսավորումը վերջացավ սովետի օրոք, հա, այդ 81-ից մինչև 88-89 թվականին, նրանց հետո մենք մեր գրպանից ենք դնում այդ ամեն ինչը ուսումնասիրելու համար։ Ու լավը որ արել ենք, գոնե շղթան չենք կտրել, էլի։ Հիմա փոխանցել ենք երիտասարդներին, տեսնենք իրանք ինչ կանեն, որ հսկայական աշխատանք ունենան այդ միանշանակ։ Մենակ հենց թեկուզ այդ տեխնոլոգիաները փոխվել են, այդ ահագին նոր բան է։ Հին տեխնոլոգիայով դու այդ ամեն ինչ չես տեսնի, նոր տեխնոլոգիայով այդ ամեն ինչ տեսնում ես։ Այդ արդեն ահագին լուրջ բան է։ Նաև քարանձավների դեպքում այդ սպուտնիկները չեն աշխատում, ճիշտ է։ Չէ, իրանք դե գետնի տակ են, ոչ մի, բայց այդ սպուտնիկները, արբանյակները շատ հետաքրքիր ինֆորմացիա կարող են տալ երկրի մակերևույթի հետ կապված։ Դու կարող ես կապակցություն գտնել։ Օրինակ էլեմենտար բան։ Մենք որ Մագելանի քարանձավը ուսումնասիրում ենք, մեր մտքով անգամ չէր անցել, որ վերևում մենք կարող ենք գտնել այն փոսը, որտեղից ջուր է հիմա ներծծվում։ Սպուտնիկի վրա ենք այդ նկարը տեսել։ Մեր մտքով չէր ասում, որ վերևից ինչ-որ կետից, դե հիմա Մագելանի քարանձավում ագին կաթոսներ կան։ Մեզ թվում էր, թե քարանձավը մեռած է, բայց չէ։ Այդ սպուտնիկի նկարի վրա տեսանք մի հատ հսկայական ափսյանման խորություն, մոտավորապես 50 մետր տրամագծով 15 մետր խորությունով, որտեղ որ ձմեռը կամ ջունա կուտակվում, ամառը անձրև ու այդ վերևից այդ ճեղքով գալիս ներթափանցում են Մագելանի քարանձավ։ Այդ առումով ցանկացած մեթոդ էլ կարող եք օգտագործել։ Այնպիսի աղբյուրներ կան, որ կամ ասենք
աղբյուրի քիմիական անալիզը, հա, ինչա ցույց տալիս։ Այդ ջուրը ինչ ապարների միջով է գալիս։ Այսպեսի լիքը բան մեթոդներ կան, որոնք մենք սովետի ժամանական հասանել են, դե փոքր երկիր էր, մենք այդ ամբողջը ռուսների միջոցով ենք անում, հիմա փառք Աստծո դրսից ուղակի կապեր ունենք, եւ իտալական արշավախումբը աշխատել այստեղ, եւ Սլովենիայից են մարդիկ գալիս, եւ Հոլանդիայից։ Այսօր հիմա լավ է։ Լիքը հետարքիր համագործակցության տեղեր ունենք հետ։ Իսկ չղջիկների հետ համագործակցություն կա։ Չղջիկները իրանք խելացի կենդանիներ են, ես ասեմ։ Իրանք մի հատ վտանգ զգալու դեպքում թողնում փախնում են։ Մագելանի քարանձավում, քանի որ այսպես ասած բարիդրացիական հարաբերություններ են, մինչև հիմա փախուստի դեպքեր չեն նկատվել։ Մարդ այդ չղջիկները գալիս են, ապրում են։ Իհարկե, այս վերջի 2-3 տարում, քանի որ այդ ձորում ջուրը չկա, ցամաքել է գնիշի գետը ցամաքել էր, հա, այս տարի լավ է, լիքը ջուր կա, էլի։ Իրանց մի մասը հեռացավ ավելի այնպիսի տեղեր, որտեղ կարողանան ջուր գտնել։ Ես ենթադրում եմ, իրանց մի մասը հեռացել է երևի արջերի քարանձավ։ Հիմա քիչ-միչ են հանդիպում, կան շատ չեն հանդիպում, որտեղ քանի այդ զորում չի վերականգնում է բնական ջրի պաշա, իրանք հազիվ թե կարողանան հետևել։ Բադա ոնց վերականգնվի։ Դե բնության ձեռն է։ Նայեք, ցանկացած ջերմաստիճանի փոփոխություն էկոհամակարգի վրա այնպես հետևանքներ թողում էլ ասելու չի։ Մենակ քարանձավում չէ։ Ջերմաստիճանը 1-2 աստիճան որևէ տեղ բարձրացավ, հա, այդտեղի բոլոր կենդանները գնալու են ավելի բարձր նիշերի վրա, որտեղ քիչ թե շատ համատաբար նորմալ կլիմայական պայմաններ կան, որտեղ այդ կենդանին եւ ջուր պիտի խմի, եւ պիտի սնվի։ Եթե իրա սնվելու աղբյուրներն էլ են գնացել, ինքը չի մնալու, չէ՞ սպասի։ Բարձրամ իրանց հետ վերև։ Նույնն էլ այդտեղ, երբ որ այդ ջուրը չկա, հետեւաբար ոչ մի մոծակ կա, ոչ մի թիթեռ կա, դրանք էլ են գնացել։ Չղջիկը խոչի նստելու, չավճիճ նստելու, չի կախվելու սպասի, թե մի հատ այնտեղ մի հատ թիթեռ գա, որ ինքը ուտի, որ կարողանա իր կյանքը բանալ, դասավորել։ Այդ առումով ասում եմ, եթե մի փոքր փոփոխություն տեղի ունեցավ կլիմայական, հա, այդ ամբողջ շարքը տեղափոխվում ավելի բարձր նիշերի վրա։ Եվ հակառակ, երբ որ խոնավություն եղավ, ցուրտ եղավ, իրանք իջնելու են ներքև։ Իդեպ մասնագետները զբաղվում էին չղջիկներով, այսինքն ուսումնասիրեն եւ այլն։ Հա, ահագին կան, հիմա պետհամալսարանի կենթանաբանության ամբիոնից գիտնականներ կան, որ զբաղվում են։ Ղազարյան Աստղիկը, Տարոնը, Գեորգի Պապովը, իրանք այն ժամանակին են զբաղվում, հիմա էլ են զբաղվում, երբեմն գալիս գնում են մեր այդ երիտասարդների հետ, Տիգրանի հետ, բանությունն է, որ քարանձավ գնում են, անպայման չղջիկների նկարեն կամ գրանցեն, թե ինչ տեսակ է, որտեղ կարող է քարանձավ լինի, մի երկու հատ առանձնյակ լինեն, հա, դա քարանձավ կարող է լինի հարյուրներով չղջիկներ լինեն։ Այդ բոլորը իրենց համար հետաքրքիր է, հետո ոչ բոլոր քարանձավերը իրանք կարող են մտնել, հա, բարդ քարանձավեր կան, իրանք չեն կարող մտնել։ Մեր երիտասարդները դե պարանով ալպինիստական հնարքներով մտնում են ու ահագին ինֆորմացիա հավաքել են այդ առումով։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Մենք զրուցում էինք քարանձավագետ Սմբատ Դավթյանի հետ։